Ավետարան ըստ Հովհաննեսի, գլուխ 6-րդ, հացի բազմացումը և 5000-ի կերակրումը։ Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի Տիբերիա լճի մյուս կողմը։ Նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ Մոտենում էր Զատիկը, հրեաների տոնը։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպոսին ասաց. «Որտեղից պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն»։ Բայց Հիսուս ասա նրան փորձելու համար ասաց, որովհետև ինքը գիտեր, թե ինչ է անելու։ Փիլիպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ 200 դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ Նրա աշակերտներից մեկը, Անդրեասը, Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. «Այստեղ մի պատանի կա, որ 5 գարեհաց ունի և 2 ձուկ, բայց դա ինչ է այսքան մարդու համար»։ Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնին նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին, շուրջ 5000 մարդ կար։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին։ Նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։ Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացրած կտորները հավաքեք, որպեսզի ոչինչ չկորչի»։ Հավաքեցին և ուտողներից ավելացած այն 5 գարեհացի կտորներից 12 կողով լցրեցին։ Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. «Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ էր գալու»։ Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպես թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։ Այժմ ընթերցենք մյուս 3 ավետարանիչների գրածները և տեսնենք ինչ լրացումներ կան այնտեղ։ Ավետարան ըստ Մատթեոսի, հացի բազմացումը և 5000-ի կերակրումը։ Երբ Հիսուսը լսեց, այնտեղից նավով միայնակ Միամայի տեղ գնաց։ Երբ ժողովուրդը լսեց, քաղաքներից ոտքով նրա հետևից գնաց։ Հիսուսը ցամաք ելնելով շատ ժողովուրդ տեսավ, նրանց գթած ու հիվանդներին բժշկեց։ Երբ երեկո եղավ, աշակերտները մոտեցան նրան ու ասացին. «Այստեղն ամայի է, ժամն էլ ուշ է, արձակիր ժողովրդին, որպեսզի գյուղերը գնան և իրենց համար ուտելիք առնեն»։ Հիսուսն ասաց նրանց. «Կարիք չկա, որ նրանք գնան, դուք նրանց ուտելիք տվեք»։ Նրանք ասացին. «Մենք այստեղ ոչինչ չունենք, բացի 5 հացից ու 2 ձկից»։ Իսկ նա ասաց. «Դրանք այստեղ ինձ մոտ բերեք»։ Հիսուսը կարգադրեց, որ ժողովուրդը խոտերի վրա նստի։ Նա վերցնելով 5 հացն ու 2 ձուկը, երկինք նայեց, օրհնեց, մաս-մաս արեց, հացերն աշակերտներին տվեց, աշակերտներն էլ ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան և 12 սակար լեցուն ավելացած կտորներ վերցրին, իսկ ուտողները 5000-ի չափ մարդ էին, բացի կանանցից և երեխաներից։ Ավետարան ըստ Մարկոսի։ Առաքյալները Հիսուսի մոտ վերադարձան և նրան պատմեցին այն ամենը, ինչ արել էին և ինչ որ ուսուցանել էին։ Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տեղ եկեք և մի քիչ հանգստացեք, որովհետև եկող գնացողները շատ էին և նույնիսկ հաց ուտելու ժամանակ չունեին»։
եւ նավով Միամայի տեղում առանձնացան։ Շատերը նրանց գնալիս տեսան եւ ճանաչեցին։ Բոլորը քաղաքներից ոտքով այնտեղ էին վազում։ Նրանք նրանցից շուտ այնտեղ հասան եւ հավաքվեցին Հիսուսի շուրջը։ Երբ Հիսուսը ցամաք ելավ, մեծ բազմություն տեսավ, գթաց նրանց, որովհետև հովիվ չունեցող ոչխարների էին նման, եւ սկսեց նրանց շատ բաներ ուսուցանել։ Երբ արդեն շատ ժամանակ էր անցել, աշակերտները մոտեցան նրան եւ ասացին. «Այս վայրն ամայի է եւ ուշ ժամ է։ Ժողովրդին արձակիր, որ շրջակա ագարակներն ու գյուղերը գնան հաց առնելու, որովհետև այստեղ ուտելու բան չունեն»։ Նա պատասխանեց նրանց ու ասաց. «Դուք դրանց ուտելիք տվեք»։ Այդժամ նրան ասացին. «Գնանք 200 դինարի հաց առնենք ու նրանց տանք, որ ուտեն»։ Իսկ նա հարցրեց նրանց. «Քանի հատ հաց ունեք»։ «Գնացեք եւ տեսեք»։ Երբ իմացան, նրան ասացին. 5 հաց եւ 2 ձուկ։ Այդ ժամանակ նրանց կարգադրեց, որ բոլորին խումբ նստեցնեն դալար խոտի վրա։ Եվ նրանք 10 նստեցին, 100 եւ 50։ Հիսուսը վերցրեց 5 հացն ու 2 ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց, հացերը մասերի բաժանեց եւ աշակերտներին տվեց, որ նրանց բաժանեն։ Այն 2 ձկները նույնպես բոլորին բաժանեց։ Բոլորն էլ կերան ու կշտացան։ Հացի ու ձկան կտորներից հավաքեցին նաև 12 լիքը կողով։ Նրանք, որ հաց կերան, մոտ 5000 տղամարդ էին։ Ավետարան ըստ Ղուկասի։ Առաքյալները վերադարձան ու Հիսուսին պատմեցին, ինչ որ արել էին։ Նա նրանց վերցնելով առանձնացավ Միամայի տեղ, մի քաղաքի մոտ, որ Բեթսայիդա էր կոչվում։ Ժողովուրդը իմանալով նրա հետևից գնաց։ Հիսուսը նրանց ընդունեց, նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին, իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։ Օրն սկսեց տարաժամել։ 12-ը մոտեցան նրան ու ասացին. «Այդ ժողովրդին արձակիր, որպեսզի շրջակա գյուղերն ու ագարակները գնան, իջևանեն եւ ուտելիք գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ Սակայն նրանց ասաց. «Դուք դրանց ուտելիք տվեք»։ Նրանք էլ ասացին. «Մենք 5 հացից ու 2 ձկից ավելին չունենք, եթե չգնանք այդ ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»։ Որովհետև 5000-ի չափ մարդ կար։ Եվ նա իր աշակերտներին ասաց. «Դրանց խումբ 50 նստեցրեք»։ Այդպես էլ արեցին ու բոլորին նստեցրեցին։ Վերցնելով 5 հացն ու 2 ձուկը, դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց ու մաս արեց եւ աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ Բոլորն էլ կերան ու հագեցան, եւ ավելացած կտոր տանքներից 12 քթոց հավաքեցին։